Գաղափարը ծնվեց 2022-ին եւ 3 տարի անց արդեն պատրաստ է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը կտեղադրվի ահա այնտեղ Հատիս լեռան գագաթին 2500 մետր բարձրության վրա։ Արձանի տեղադրման աշխատանքները արդեն մեկնարկել են։ Թե ինչ է կատարվում այնտեղ, հետաքրքրում է շատերին։ Ցանկացողները եկել են անձամբ տեսնելու եւ ականատեսը լինելու արձանի կերտման պատմությանը։ Քրիստոսի օրագրի շրջանակում մենք կխոսենք, կներկայացնենք բոլոր մանրամասներն ու կֆիքսենք հետաքրքիր դրվագները։ Մինչ արձանը կտեղադրվի իր հիմնական հասցե Հատիսի գագաթ, այստեղ շինարարական եռոզերը։ 200 աշխատակից ամեն օր բռնում է լեռտանող ճանապարհը։ Նրանց այսօր միանալու են կամավորների առաջին խումբը։ Արդեն ստորոտում հյուրերին դիմավորում ու մինչև գագաթ ուղեկցում է Գագիկ Ծառուկյանը։ Լավ եք պարոն, շատ լավ, բարև։ Ինչպես որ պայմանավորվել էինք, որ առաջի այցը ձեր հետ պետք է լինի, ես իմ խոսքը պահեցի, ձեզ հրավիրել եմ, որ միասնական բարձրանանք։ Այսպես կյանքի ամենանջիշվող օրերից մեկն է անդերում, հանրապես որտեղ կա խմբային, այսպես ասած, աշխատանք, հանդիպում, մոտեցում չի մոռացնում երբեք։ Տասնյակ սերունդներ են լինելու, որոնք հիանալու են այս ամենիչով ու հիշելու են, ովքեր են եղել առաջինները, իսկ առաջինները եղել եք մենք։ Իսկ նրանք ես կամ նախագծին մասնակցած հայտնի մարդիկ են։ Մինչ տեղանքին ու աշխատանքներին ծանոթանալը նախ պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Տպավորված են, հիացած ու նաև զարմացած, ինչպես են շինարարներն ամեն օր, նույնիսկ մի քանի անգամ հաղթահարում այս ճանապարհն ու իրականացնում շինարարությունը։ Բարձրացել ենք մոտավորապես 30 րոպե։ Այն ինչ որ տեսնում ես, խոսքերով դժվար կլինի հիմա նկարագրել, որովհետև ուղղակի պետք է գալ ու տեսնել անհավանական աշխատանք է արված։ Սա մի հրաշալի հուշակոթող է լինելու, որը ոչ միայն քրիստոնեական արժեք է դառնալու ժամանակի ընթացքում, որտեղ նման հսկայածավալ նախաձեռնություններին որպես կանոն գնահատականը տալիս է պատմությունը, այլ նաև այն իմաստով, որ սա շատ հրաշալի եւս մեկ առիթ է հայտ ներկայացնելու որպես զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը։ Ես հավատում եմ դրան եւ հավատում եմ այդ ապագային։ Իրականում արդեն ճանապարհը շատ հետաքրքիր էր, քանի որ գալուց Հայաստանը եւս մի կողմից բացահայտեցի, այս կողմում ընդհանրապես չի տեսել այս կողմից Հայաստանը։ Ու նաև տպավորիչը այն է, որ առաջի անգամ մենք խմբային տուր է կարելի ասել, լինում ենք մի վայրում, որը դեռ դառնալու է պատմական ու շատ կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի զարգացման համար։ Գիտեք, շատ տպավորիչ է եւ զգացմունքներս խառնվում են իրար, ուրախ եմ, երջանիկ եմ, հպարտ եմ, որ այսպիսի հրաշալի նախագիծ իրականություն է դառնում եւ մենք դրա ականատեսն ենք լինելու, մասնակիցն ենք լինելու, ինչու՞ չէ, ես վստահ եմ, որ այն Հայաստան կկանչի մեր սփյուռքահայերին, ամբողջ աշխարհից կբերի հայերին։ Շատ տպավորված եմ, որովհետեւ ահռելի աշխատանք է տեսնում եմ կատարված, ահռելի, աննկարագրելի, նույնիսկ պատկերացմանս մոտ չի այն, ինչ հիմա ես տեսնում եմ, եւ հուսով եմ, որ շատ աստվածային բան է ստացվելու։
Նախշին հրապարակի այս հատվածում անսովոր եռոզեռ է։ Հավաքվածներն իրենց հերթին են սպասում, սակայն առաջինը լինելը վստահված էր Արա Գևորգյանին։ Շնորհակալություն առաջինը լսնելու համար։ Մեծ պատիվ է։ Անկեղծ ասած, ինձ համար շատ մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ մասնակցել այդ առաջի քարը դնելուն, բետոն լցնելուն եւ ինձ համար պատիվ էր, որ պարոն Ծառուկյանը խնդրեց, որ առաջինը ես լինեմ, այդ պատիվը ինձ արժանացրեց։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս հրաշալի հուշարձանը, Հիսուսի հուշարձանը կմիավորի մեր ժողովրդին։ Խաղաղություն, օրհնություն բերի մեր հայրենիքին, մեր ժողովրդին։ Ամեն, ամեն։ Ճանապարհը դժվարին էր, բայց շատ հաճելի։ Ես շատ եմ սիրում լինել միշտ բարձունքում, հնարավորինս եթե առիթ է լինում, սարեր, լեռներ, որևէ տեղ բարձրանալու միշտ այնտեղ կամ եւ այս անգամ շատ մեծ խմբով ենք, մեծ թիմով ենք, բոլոր իմ ընկերների հետ, որոնք բոլորը սրտացավ սպասում են, թե ինչ է լինելու վերջում, ավարտին ենք սպասում։ Միանշանակ են կարծիքի են, որ ինչ պարտադիր է միշտ ինչ որ միտեղ լինի օտար երկրում ու մենք ողջունենք։ Մեր երկրումը Հայաստանի Հանրապետությունում է, շատ կարևոր է, շատ ողջունելի է, շնորհակալություն ենք հայտնում խոնարհումը մեր բոլոր աշխատողներին, ովքեր որ այս ծրագրին մասնակցում են։ Արիուտես մենք էլ արժանացանք այդ բախտին հայերս, երբ որ արդեն իսկ կարելի է համարել, որ մենք էլ ունենք նման իմաստ կերող սրբավայր, ողջունելի է, բնականաբար մեծ շնորհակալություն պարոն Ծառուկյանին, շատ անսահման մի հատ գործ է, քայլ է, որ ամեն մի հայ պատմության մեջ գրվեց, ես այդպես եմ կարծում։ Հայտնի ու սիրված մեր հայրենակիցներն այսօր մասնակցում են պատմական այս իրադարձությանը։ Քանի որ արձանը ինքը ազգային կառույց է, ուստի յուրաքանչյուր հայի ցանկությունն է իր մի բուռ հողը լցնի, մի ծառ տնկի եւ ինչու՞ չէ նաեւ մասնակցի այս մեծածավալ շինարարական աշխատանքներին։ Եվ այսօր այստեղ այս խորհրդանշական վայրում պարոն Գագիկ Ծառուկյանի մոտ եկել են ես կամ նախագծին մասնակից հանրային մարդիկ, ովքեր հատիսի գագաթում կատարում են եւս մեկ առաքելություն։ Այսօրը պատմական է համարում Գագիկ Ծառուկյանը խոստանում սերնդեսերունդ են հիշելու։ Իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ համախմբել մարդկանց ու Հայաստանն ավելի տեսանելի դարձնել համաշխարհային քարտեզի վրա։ Այսօր պատմական օր է։ 2025 թվական սեպտեմբերի 25-ը, որ սա սերնդեսերունդ հիշվելու է եւ ասվելու է։ Ես հայտարարել եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա մասնակցի Քրիստոսի արձանի շինարարությունը, այդ հնարավորությունը մենք իրեն կտանք։ Այսօր այդ հնարավորությունը տրված է։ Ցանկացած մարդ կարող է բարձրանալ աղոթքը շուրթերին, մի նպատակ պահի, մի քար դնի, մի ծառ դնի կամ կատարի ցանկացած աշխատանքը, որ սա սերունդ հիշվելու է։ Տեսնելով, որ հոգի կա, շունչ կա, հզորություն կա, այստեղ քեզ լավ է զգում։ Անցած ուզեմ բարձրանամ տեսնեմ ինչ է լավ Քրիստոսի արձանը, դա ազգային վերածնունդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ է աշխարհին։ Սա իմ նպատակն ու ցանկությունը, որ թող Աստված պապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին։ Դա Աստված, որ ինչ ձևով սկսել է, այս նույն ձևով ավարտին հասցնի, ես էլ մատաղները ինքս իմ ձեռքով եփեմ ու հյուրասիրեմ բոլոր ժողովրդին։ Ամեն օր է այստեղ բարձրանում, անձամբ մասնակցում նաև շինարարությանը։ Վատ չէ, ասում է տքնաջան են աշխատում, բայց ավելին է ուզում։ Իմ համար դանդաղ է, ուզում եմ որակով անում ես այն, բայց դանդաղ։ Իմ ուզած ասում եմ մարդկանց ավելացակի մենք 200 հոգի աշխատում, թող 300 աշխատի, որ մենք արագ պետք է անենք, աշխարհում մեկ, դա մեծ ճանաչում է տալ, աշխարհում մեկ, որ սա իմ ցանկությունն է շուտ կարողանանք կառուցել այս հզորությունը, ամեն ինչը աշխարհ եւ туриզմը կզարգանա եւ մեր երկրի ճանաչումը մեծ կլինի։ Հիմնական գործն արված է, ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները։ Գործի մեջ կկոտրել են։ Հիմնական դժվար արածա իմ ամանամա բարեկարգման գործերը, տես արդեն ներքից սալապատումն են անում, ամեն ինչ անում, ասու կամոք, ասված ոնց կամենա, այնպես էլ լիներ, այնպես որ գիշերցերը կանում են։ Սարտանող ճանապարհը բաց է բոլոր ցանկացողների համար, թե ինչ է կատարվում կարող են գալ ու տեղում ծանոթանալ, ցանկության դեպքում մասնակցել նաև աշխատանքներին, իսկ վերևում կհոգան ամեն ինչի մասին։
ով կգա ուղեկցեն, բարձանան, ստեղ էլ անվտանգություն ապահովեն, որ մարդիկ կան իրենց հագուստ հագնեն կասկաներով, հետևելով, ապահով ընդունեք, ապահով ճանապարհեք, բացատրելով ամեն ինչ բոլորի համար դռները բաց են։ Ինչ որ պետք է ասած։ Մնացածը իրենց ցանկությամբ, իրենց կամքով, թող Աստված պահպան լինի, մի նպատակ պահեն, մի ցանկություն պահեն ու քարը կդնեն, ինչ որ ծառ կդնեն, ինչ որ իր հնարավորության սահմանում, իր ցանկությամբ ինչ կանի, դու Աստված իր է, թող դա իր նպատակը, երազանքը իրականություն դառնա։ Էներգետիկան շատ ուժեղ է իրականում այստեղի։ Ես արդեն մոնումենտալ արձանը տենց կիսակառույց տեսել եմ հրաշք ուղղակի ու շատ ուրախ եմ, որ այս առաջիններից եմ, որ ներկայ եմ գտնում ես ինչու՞ չէ պատմական իրադարձությանը ու ուզում եմ, որ ով որ ինչ երազանք պահել է հիմքը լցնելուց թողի կատարածվի, Աստված պահապան բոլորին։ Հիմա արդեն զգացվում է, թե այստեղ ոնց են աշխատանքները եռում, ինչպիսի ոգևորությամբ են աշխատում բոլորը, ամեն մեկը իր գործին նվիրված եւ պատասխանատու ձևով եւ բնականաբար վերջնական արդյունքը լինելու է միայն ու միայն դրական։ Աստված զորություն տա մեր ժողովրդին, Ծառուկյան ընտանիքին եւ սա շատ կարեւոր է, պետք է մեզ այսօր, որովհետեւ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ոչ միայն մենք որպես ազգ քրիստոնյայինք, այլ որպես պետություն եւ ամենտեղ պետք է հիշացնի յուրաքանչյուր վայր Հայաստանում, ինչպես մեր եկեղեցիներն են, այնպես էլ այս Հիսուսի արձանը Հուզմունքի, հպարտության, հայկականության ու պատմության մեջ հետ թողնելու էմոցիաների խառնարանն ամբողջացվեց ծիրանափողի հնչյուններով ու բնականաբար ազգային քոչարիով։ Չորս մասից բաղկացած 101 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ հուշահամալիրը դառնալու է մեր ազգային կառույցը, մեր երկրի այցեքարտը։